ձեզ, այսօր կխոսենք հայերեն ձայնի կլոնավորման մասին։ Մեր թիմը ահագին երկար ժամանակ չարչարվելուց հետո ունեցանք լավ արդյունք, որով ուզում եմ կիսվեմ ձեր հետ։ Ուրեմն մենք ստեղծել ենք մի գործիք, որը հնարավորություն է տալիս ձեր ձայնի 5-ից 15 վայրկյանը տրամադրելով ստանաք ձեր սեփական ձայնային մոդելը ձեր հնչողությամբ, ձեր ձայնով, տոնայնությամբ եւ այդպես։ Հիմա ցույց տամ, թե ոնց կարելի է օգտվել այդ գործիքից։ Virtual Solutions-ի կայքում կա մի բաժին, որտեղ գործիքներն են եւ այստեղ ունենք հայերեն ձայնի կլոնավորում։ Սեղմելով այստեղ կա լիքը մանրամասը գրած ինֆորմացիա, թե ոնց է աշխատում, որ քայլից հետո ինչ անեք, այս վիդեոն կարողք չնայեք, միայն այս կարդալով ինձ թվում է ամեն ինչ բավարար է։ Բայց ամեն դեպքում որոշեցինք վիդեո նկարենք։ Եվ սեղմում ենք փորձել անվճար տարբերակը։ Ստե լոգին ենք կլնում կամ sign up ենք կլնում մեր կայք։ Միայն աշխատում է Google-ի ավտորիզացիան։ Ու տեսնում ենք sense մի հատ հրաշք տեսարան։ Այստեղ այս ցաղկոմում մեր պրոդուկտներն են՝ կալացող, եղած, աշխատող, նոր կալացող ոչ։ Voice clone test։ Իր անունը դրել ենք test, որովհետև ինքը նախատեսված է միայն թեստավորման համար ավելի շատ, քանի որ չենք կարողանում բաց թողնել, որ մարդ ցանկացած աուդիոով կարենա ձայնի կլոնավորում անի, այլ հակառակը մենք ուզում ենք, որ այդ ամեն ինչը համակարգված լինի, չխախտելով ոչ մեկի հեղինակային իրավունք, անձնական կյանք եւ այլն եւ այլն։ Մենք որ ասում եմ, մեր պրոդուկտի հենց սկիզբը ֆունդամենտալ միշտ եղել է իրավաբանական տեսանկյունը պահելը։ Եվ ստեղ արդեն տեսնում ենք այս մի հատ ինչ-որ դաշտ, որտեղ մանրամասը գրված է, թե ինչ կարող ենք անենք։ Սկզբից պատմեմ իր ֆունկցիոնալ հնարավորությունների մասին եւ սկսենք փորձարկելը։ Ստեղ ունենք 5 հատ տարբեր տեսակի տեքստեր, որոնք որ կարող եք օգտագործել ձեր ձայնը կարդալու համար, այսինքն մենք թողել ենք հնարավորություն, որ տարբեր ձևեր ինչ-որ տեքստերի վրա փորձարկեք ձեր ձայնը, բայց չունենք հնարավորություն, որ դուք ձեր ուզեցած տեքստը գրեք այստեղ, քանի որ այդ էլի գալիս է այն իմ նախորդ ասած խնդիրներից։ Ստեղ ունենք, այսինքն ինչա պետք մեզ պետք է առաջնահերթ ընտրել կամ աուդիո տարբերակ, որը որ զապիսումն է կարած, եւ հաջորդ տարբերակը, որը շատ ավելի արագ է, 5-ից 15 վայրկյան ձեր խոսակցությունը։ Անպայման պարտադիր պայման է, որ խոսակցությունը լինի շատ հանգիստ, մաքուր եւ աղմուկ չլինի։ Այս բանը չունենք այստեղ noise cancellation բան չենք տեղադրել, որ ձեր ձայնը ֆիլտրի, դրա համար կխնդրեմ, եթե կփորձարկեք ավելի լավ է, որ լինի մաքուր ինչ-որ ձայն։ Դե փորձենք ինչ-որ մի հատ 5-ից 10 վայրկյանոց տեքստ գեներացնեմ, որը այն որ ասում է հիմա այս բանը ես ուղղակի հորինել եմ կամ հավանաբար կկարդամ այս տեքստերից մեկը։ Բարև ձեզ, սա ձայնի կլոնավորման թեստ է, որը հնարավորություն է տալիս ձեր ձայնից գեներացնել ցանկացած տեքստ։ Ստե մի հատ նավսյակի կարող եք ստուգել, օրինակ, չգիտեմ, կետադրական նշաններ կամ ինչ-որ բառ, որը որ ճիշտ չարդասանես բան, ուղղակի այս բանին չենք ստուգում այդ մասը ու ասում confirm։ Այս confirm-ը տալով մենք արդեն հնարավորություն ունենք ընտրելու այս տեքստերից որևիցե մեկը։ Այս ներքևի հատվածում ունենք voice design, որը որ ստե ունի լիքը օպշններ, ինձ թվում է դուք կարող փորձարկեք ու ավելի հեշտ կճոյեք, էլի որն է ձեզ ավելի հարմար։ Չգիտեմ, օրինակ տնենք sense։ Ու սեղմենք generate։ Այս արագությունը real time մի քանի վայրկյան է տևում ընդամենը, որ ձեր ձայնը վերցնի ու նոր աուդիո գեներացնի, եւ հիմա լսենք, թե ինչ ստացանք։ Ներկայացնում ենք մեր նոր ծառայությունը։ Արագ, հուսալի եւ մատչելի։ Միացեք հազարավոր բավարարված հաճախորդներին արդեն այսօր։ Առաջին օգտագործումն անվճար է։ Օրինակ փորձենք մյուսը։ Էլի ստեղ կարանք, չգիտեմ, փորձարկենք ինչ-որ ցածր pitch դնենք։ Հայաստանը հին պատմություն ունեցող երկիր է, հարուստ մշակույթով եւ ավանդույթներով։ Արարատ լեռը հայ ժողովրդի խորհրդանիշն է, որը դարեր շարունակ ոգեշնչել է բանաստեղծներին ու նկարիչներին։ Այսքանը։
Էս էր ամբողջ մագյան, ինձ թվում է այս պրոդուկտը ավելի հարմար կլինի լրատվական կայքերին կամ լրագրողներին կամ այն մարդկանց, ովքեր որ շատ ավելի քանակով շատ մեծ ծավալուն տեքստեր են կարդում, որը որ, ասենք, ուղղակի մարդկանց վրայից բեռը հանում ենք, էլի, այս գործիքի միջոցով։ Ու մի հատ ամենակարևոր մասը, եթե ուզում ենք, որ այս պրոդուկտը լինի, չգիտեմ, օրինակ ձեր ընկերության ձայնի մոդել կամ ինչ-որ մի ձև դուք օգտագործեք, դուք հնարավորություն ունեք մեր հետ կապ հաստատել, վերիֆիկացիա անցնել առաջի հերթին, որ դուք իրավունք ունեք տվյալ ձայնով գեներացնել աուդիոներ, որի հեղինակային իրավունքը համապատասխան անձը տվելա ձեզ, այսինքն բոլոր այդ իրավաբանական մասերը անցնելուց հետո նոր մենք հնարավորություն կունենանք ռեալ արդեն փորձարկել կոնկրետ մարդու ձայնով։ Այլ տարբերակ եւս ունենք, որ այս մեր ունեցած voice over-ները, այսինքն text to speech-ի սփիքերները, որոնք որ էլի հեղինակային իրավունքով մերն են, մենք կարանք ինչ-որ ժամանակ, չգիտեմ, փորձարկելու համար օգտագործենք նաև իրանց ձայնը ձեր պրոդուկտի մեջ կամ ձեր պրոդուկտի համար։ Այսքանը։